1-2011-ին, մեկ էլ 2023-ին բժշկական մայրբուհը ԵՊԲՀ-ն ունեցել է ավելի քիչ շրջանավարտ, քան բժշկական մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները։ 2011-ին թվերի տարբերությունն էական էր՝ 829-377-ի նկատմամբ, 2023-ին մասնավորի առավելությունը 81-ով է, 673-ը 592-ի նկատմամբ։ Այս թվերը տեղ են գտել Առողջապահության ազգային ինստիտուտի տարեկան զեկույցում։ Ոլորտի փորձագետը միանգամից է արձագանքում՝ ֆիքսենք, այս ամենը բժշկական կադրային ռեսուրսի նվազման ֆոնին է տեղի ունենում։ Հարկավոր է կատարել պատճառահետևանքային խորը վերլուծություն, քանի որ սա առողջապահական որակի համատեքստում լուրջ խնդիրների մասին է խոսում։ Այն, որ թվային տվյալները մտահոգվելու պատճառ են, նշում է նաև կրթության ոլորտի մասնագետը։ Կարծում եմ մայրբուհի վարկանիշի նվազման խնդիր կա, հիմնական ներևի պատճառը դա է մայրբու հասկացողությունը ընկալման տեսակետից, այո, շատ կարևոր է, բայց հաղորդական շուկան ազատ է եւ դիմորդները իրենք են որոշում, որ բուհերում կրթություն ստանան։ Շատ ցանկալի կլիներ, որ մայրբուհը լիներ առաջատար։ Ընդհանուր առմամբ 2011-ից մինչև 2023 թվականը մեր երկրում բժշկական բարձրագույն կրթություն ստացել է 16059 ուսանող, որից գրեթե 9030-ը հերացու անվան պետական համալսարանում, 7030-ը մասնավոր բուհերում։ Առողջապահության կազմակերպիչը համակարծիք չէ շրջանառվող տեսակետին, թե այստեղ մեծ խնդիր կա։ Հարցնում է՝ իսկ ով է ասում, թե մասնավոր ավարտները պակաս պրոֆեսիոնալ են։ Այստեղ մարդու տվյալ ուսանողի անհատական, այսպես ասած, սովորելուն, կրթվելուն, լուրջ վերաբերվելու մասով է ամենակարևորը։ Իհարկե, միայն մի բանով եմ համաձայն, որ կա տրադիցիոն, այսպես ասած, մոտեցում, որ պետական բժշկական համալսարանը շատ ավելի, այսպես ասած, մեծ գիտելիքներ է տալիս, ինքը մայրբուհն է, եւ դա ոչ մեկը չի կարող հետքել։ Բայց մտածել, որ հենց հատկապես որակավորել մասնագետին, որ ինքը ավարտել է այլ բժշկական Հայաստանի Հանրապետությունում, եւ դա արդեն իսկ նրա որակավորման չափանիշ է, ես համաձայն չեմ։ Բուհերի ծրագրերի ստանդարտացումը, բուհերում ինչպիսի կրթություն են տրամադրում, դրա պատասխանատուն կրթության նախարարությունն է։ Եվ կրթության նախարարությունը ամեն տարի հետազոտում է տվյալ բուհերում արդյոք կրթական մակարդակը բարձր է թե ցածր։ Այդ լիցենզիաները, այդ հավատարմագրումները տալիս է գյուղատնտեսության նախարարությունը, որոնց կարծում եմ խնդիրներ չկան։ Իդեպ, մեր երկրում բժիշկների նվազման մասին համաձայն նույն պաշտոնական վիճակագրության բոլոր մասնագիտություններով բժիշկները մեկ տարվա 2022-ից 23 թվականների ընթացքում պակասել են ավելի քան 1118-ով, միջին բուժանձնակազմն էլ կրճատվել է գրեթե 200 մասնագետով։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։